Ողջույն ձեզ սիրելի ռադիո լսողներ եւ եթերում կրկին ռադիո բրիֆինգ հաղորդաշարի հերթական թողարկումն է ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան եւ մեկնաբան Գևորգ Մելիքյանը։ Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են միացել այս հաղորդմանը, բոլոր նրանք, ովքեր որ արդեն դարձել են մեր հավատարիմ լսողները եւ միշտ ակտիվ մասնակցում են այս ռադիո քննարկումներին։ Հիշեցնեմ, որ մեր հեռախոսահամարն է 36 82 04, եղեք ակտիվ եւ զանգահարեք, որովհետեւ սա հաղորդաշար է բոլոր նրանց համար, ովքեր որ մտահոգություններ ունեն եւ կարող են կիսել իրենց մտահոգությունները մեզ հետ, զանգահարելով եւ արտահայտելով իրենց կարծիքը, տալով հարցեր, լսելով մեկնաբանություններ կամ եւ այլն։ Մենք ամեն օր ենք մտնում եթեր եւ վերցնում ենք տարբեր թեմաներ, որոնք հիմնականում նվիրված են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կան բազմաթիվ հարցեր, որոնք մենք փորձում ենք այս կամ այն փորձագետի կամ մեր սեփական լրագրողների, վերլուծաբանների միջոցով խոսել եւ հասկանալ, թե ինչպիսին են այդ ինչ հարցեր կան մեր առջեւ այսօր ծառացած եւ փորձում ենք վերլուծելու եւ նաեւ ինչ որ առաջարկություններ անելու միջոցով փորձում ենք ինչ-որ մի բան փոխել մեր այս փոքրիկ պետության ներսում, որպեսզի մենք կարողանանք ավելի զարգացած, ավելի կատարյալ եւ ավելի կայացած պետություն ունենալ։ Երեք մենք անդրադարձել ենք մի թեմայի, որը բավականին մեծ առաջացրեց բավականին մեծ արձագանք։ Մենք խոսում ենք սերբական Պարադա ֆիլմի մասին, որը նվիրված է, այս ֆիլմը խոսում է մարդու իրավունքների եւ մասնավորապես միասեռականների իրավունքների մասին։ Ես բնականաբար բազմաթիվ հեռախոսազանգեր եղան եւ հակասական կարծիքներ հնչեցին։ Մեր հյուրն էր Գերմանիայի դեսպանության մշակութային կցորդը, որը փորձում էր պատասխանել այս կամ այն հարցին, եւ մենք խոսեցինք նաեւ հանդուրժողականության մասին, ինչքանով են Հայաստանում մարդիկ հանդուրժող այս կամ այն տարբերության նկատմամբ, եւ թերևս դա էր պատճառը, որ ես որոշեցի մի փոքր այս թեման ավելի խորացնել, լայնացնել, ընդհանրապես խոսել հանդուրժողականության եւ նաեւ անցում կատարել հայրենասիրությանը, որովհետեւ ընդհանրապես սրանք մշակութային եզրույթներ են, մշակութային հարթության վրա ենք մենք սրանք դիտարկում եւ պետք է ասել, որ քաղաքականության մեջ եւ հատկապես արտաքին քաղաքականության մեջ մշակութային գործոնը բավականին մեծ դերակատարություն ունի։ Յուրաքանչյուր պետություն ունի իր մոտեցումը այս կամ այն հարցին, որը նաեւ բխում է իր ներքին մշակույթից։ Եվ այսօր այս առիթով ես հրավիրել եմ Դավիթ Սանասարյանին, քաղաքացիական ակտիվիստին եւ լուրեր.am կայքի գլխավոր խմբագրին, լուրեր.com ներողություն։ Դրա համար ողջունում եմ Դավիթ։ Ողջույն, շնորհակալություն հրավիրելու համար։ Մենք այսօր բավականին բարդ թեմայից ենք խոսելու։ Ես հիշեցնեմ մեր ռադիո ունկնդիրներին, որ մեր հեռախոսահամարն է 36 82 04, եղեք ակտիվ, զանգահարեք, կարող եք ցանկացած մեզ հարց ուղղել։ Դավիթը բավականին պատրաստ է եւ կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու լսել Դավիթին։ Դավիթի գրառումներից մեկը ինձ շատ հետաքրքրեց, ես հիշեցնեմ, նրանք ովքեր որ չեն կարդացել կամ ակտիվ չեն, խոսքը վերաբերում էր հայրենասիրությանը, Դավիթ։ Թեև այսպես անենք, խոսենք հանդուրժողականության մասին, հետո անցում կատարենք հայրենասիրության եւ կեղծ հայրենասիրության կամ պոպուլիզմին։ Լավ, Դավիթ, ինչ ես հասկանում հանդուրժողականություն ասելով։ Ինքը նախ շնորհակալություն հրավերի համար, ներողություն եմ խնդրում ձայնից համար փոքրինչ վատառողջ է։ Հանդուրժողականությունը մի քիչ հարաբերական հասկացողություն է։ Հանդուրժողականությունը որոշակի մարդկանց մոտ որոշակի ընկալումների արդյունքում ծնվող հասկացողություն է, հանդուրժել ինչին եւ հանդուրժել ինչի համար։ Սա մի քիչ լայն թեմա է, ես կարճ մի կանադառնամ, պետք չէ հանդուրժել որևիցե անարդարությանը, պետք է հանդուրժել բազմակարծություններին, դրանք բոլորը հանդուրժելի բաներ են, բայց հանդուրժել հանցագործությանը, հանդուրժել ոչ իրավական ցանկացած քայլի, դա կարծում եմ քաղաքացու կողմից սխալ բայց բազմակարծությունը, տարակարծությունը մարդկանց տարբեր ընկալողականությունը չհանդուրժել, ես գտնում եմ, որ սխալ է։ Դու ավելի երևի հիմա խոսում ես մի փոքր քաղաքացիական հանդուրժողականության մասին, հա, լինել ակտիվ, լինել
պայքարող, լինել սեփական իրավունքները նախ ճանաչող։ Ես նաև մի քիչ շատ հաճախ սկսելով իրավունքների մասին խոսել, միշտ ասում եմ նախ պետք է ունենալ այդ իրավունքները, հետո կարողանալ իմանալ այդ իրավունքները, հետո պաշտպանել այդ իրավունքները։ Իրավունքներ կան, որոնք որ բնատուր են։ Բնատուրը, այո, կյանքի իրավունքը կամ սովորելու իրավունքը չնայած այդքան էլ բնատուր չէ, բայց արդյոք Հայաստանում մենք հիմա փոքր անցում կանենք քաղաքացիականից դեպի քաղաքական եւ մշակութային հանդուրժողականությունը, որովհետեւ երեկվա թեման բավականին այսպես մի օրինակ էր նրան, թե արդյոք պետք է օրինակ հանդուրժող լինել միասեռականների իրավունքների, ոչ թե խոսքը այսինքն համենայնպես հաղորդում այդպեսին էր, ոչ թե միասեռականության լինել հանդուրժող թե ոչ հանդուրժող, այլ իրենց իրավունքներին կարելի լինել հանդուրժող թե ոչ, եւ դրա համար մենք փորձում ենք եվրոպական տեսանկյունից նայել։ Այսօր մենք հայերով ենք խոսում եւ փորձենք մենք մեր տեսակետից հասկանանք, թե ընդհանրապես հանդուրժողականությունը ինչ է եւ ուր է տանում, դրական է, բացասական է եւ մենք ի վերջո հանդուրժող ազգ ենք թե ոչ։ Այսպես ասեմ, հա, միասեռականների իրավունքների, նույնասեռականների իրավունքների վերաբերյալ եթե խոսում ենք, նախ ինքս միշտ չեմ մտնում այդ դաշտ, դա ամեն մեկի սուբյեկտիվ իրավունքն է լինել այսպես։ Պարզապես օրինակ է, Դավիթ, որովհետև մենք շատ օրինակներ ունենք, ենթադրենք ոչ միայն նույնասեռականների հետ կապված տարբեր հարցերում։ Մենք տեսնում ենք, որ ենթադրենք, եթե որոշ մարդիկ ֆուտբոլի խաղից մի 10 րոպե, 5 րոպե կամ 3 րոպե շուտ են դուրս գալիս, անմիջապես այդ մարդկանց որակավորում են, անձնավորում են մարդու արարքը եւ ուղղակի վիրավորական, ասենք, չնայած ոմանք գտնում են, որ ճիշտ է նա, որովհետեւ դա հայկական հավաքականի խաղն էր եւ պետք էր մինչեւ վերջի վարկյանը մնալ, ոմանք լքեցին, անք ուրեմն տականքներ են, սրիկաներ են։ Ես ասեմ, հա, խնդիրը նրանում է կայանում, որ մենք մի քիչ անցումային փուլում ենք, մեր բոլոր հարթություններում անցումային փուլում ենք եւ այդ կիսարժեքները չի վերափոխվում արժեքների։ Եվ սա է ամբողջ խնդիրը, որ մեր մոտ թյուրընկալում կա այս կամ այն հարցի վերաբերյալ։ Եթե մենք ամբողջությամբ պատկերացնենք խնդիրը, մեզ մոտ այդ հանդուրժողականության հարցը կգնա երկրորդ պլան, հա։ Պատկերացնենք ինչա։ Եթե խոսում ենք իրավունքի ցանկացած, ես ընդհանրապես խոսում եմ մարդու իրավունքի, ոչ թե առանձին կանանց իրավունքի, առանձին նույնասեռականի իրավունքի, մարդու իրավունքի։ Մարդը ազատ է անել այն, ինչը որ օրենքով արգելված չի, հա, ինչ որ սահմանափակումներ չկա։ Մի քիչ սա շատ հարաբերական հարց է, մի քիչ կարելի է խորանալ, որոնք են դա, բայց ավելի կոնկրետ ասեմ, հա, եթե մարդը իրավունք ունի ունենալ իր ցանկացած մոտեցումը ցանկացած հարցի, մենք չպետք է մտնենք այդ մարդու զգացողությունների, մարդու կողմնորոշումների այդ դաշտ, դա ես ինտիմ դաշտ եմ համարում եւ չասենք թե նա ինչպես է։ Երբ որ նա անցնում է չափը, երբ որ նա որոշակի այդ իրավունքների այդ սահմանը անցում է կատարում եւ դրանով ինքը սկսում է ոտնահարել մեկ այլ մարդու իրավունքը, դա այլ հարց է, դա արդեն ուրիշ օրենքով կարգավորվում է, դրա համար կա դատարան։ Լավ, Դավիթ, ընդհանրենք ֆիլմը ցույց են տալի։ Արդյոք ոմանք գտնում են, որ սա քարոզչության ձև է, թեև եվրոպացիները պնդում են, որ իրենք հատուկ նպատակ չունեն որևէ բան քարոզելու եւ իրենք ընդհանրապես խոսում են մարդու իրավունքների մասին, բայց մարդիկ միևնույնն է չեն համաձայնում եւ գտնում են, որ ոչ, ամեն դեպքում միգուցե իրենք մարդիկ այդպես չեն ձևակերպում, բայց այս ուղղակի ընդհանրացնելով մարդկանց մոտեցումը համարենք սա անուղղակի քարոզչություն, միգուցե ուղղակի քարոզչություն չի, բայց անուղղակիորեն մարդիկ, ես խոսում եմ կարծիքները ուղղակի ամփոփելով, նայելով այս ֆիլմը կարող են ընկալել սա որպես նորմալ երևույթ, քանի որ ոմանց համար սա նորմալ երևույթ չի, եւ նաեւ մտավախություն կա սեփական երեխաների համար, որ կարող են երեխաները տեսնել կամ վաղը միսօր շփվեն նման տիպի մարդկանց հետ եւ այլն։ Ասեմ, հա, նախ ցանկացած արժեքի մասին խոսալը, ցանկացած երևույթի մասին խոսալը որոշակի քարոզ է դա պարունակում, հա, երբ որ ասում ես սա այսինչով լավն է, սա կամ սա այսինչով վատն է։ Ես ընդհանրապես ասեմ հետեւյալը, իմ մոտեցումը, հա, հստակ մոտեցում ունեմ։ Դու քարոզի որն է լավը, որն է ճիշտը, հա, ինչ որ անում են, ես երբեք չեմ բանանում, ասեմ, այ սա շատ վատն է, ես ասում եմ սա շատ լավն է։ Այս պարագայում ես կարծում եմ, որ չնայած որ ցանկացած ոք ունի իր բողոքն արտահայտելու իր ձևը, սակայն սա մի քիչ չափազանցված էր ու իրենց քայլով ավելի շատ PR-արեցին հենց կոնկրետ այդ ֆիլմը։ Ես շատ մարդկանց գիտեմ, որոնք որ երբևիցե չէին նայելու, որտեղ հետաքրքրված չեն, բայց քանի որ այդքան թեման այդքան ծեծվեց, նրանք գնացին նայեցին ու ասեցին
Որն էր խնդիրը, այստեղ չեմ հասկանում։ Այսինքն եղել են մարդիկ, որոնք նայել են եւ խնդիր չեն տեսել։ Այո, իհարկե։ Ես ինքս չեմ նայել, որովհետև չեմ գտել, որ դրա անհրաժեշտություն եմ։ Ցանկացած բան նայելուց ես դիմ անհրաժեշտությունն եմ նայում, բայց չեմ կարծում, որ դա պետք է սարքել այդքան մեծ ուռչացնել, մեծ հարց սարքել։ Գիտես, Դավիթ, ես ինքս իմ մոտեցումներն էլ են մի փոքր տարբերվում այս հարցերում։ Ես երբեք այդպես ուղղակիորեն չեմ փորձում այս հարցում հստակ դիրքորոշում ցույց տալ, որովհետև սա միանշանակ հարց չի, որ ունի դրական կամ այսինքն աճ կամ ցախ լինելու խնդիր։ Մենք իսկապես խնդիրներ ունենք եւ խնդիրների մասին չխոսել առաջին հերթին ինձ համար սա է խնդիրը։ Եթե մենք չենք խոսում խնդրի մասին, մենք համարում ենք, որ այս կամ այն խնդիրի կամ չունենք կամ չենք ուզում տեսնել այդ խնդիրը, սա արդեն մենք սրանով ավելի ենք խորացնում մեր ունեցածը։ Եվ սրանով այս հարթության վրա է, որ ես ուզում եմ խոսել այն կեղծ կարելի ասել հայրենասիրության մասին, որը շատերի համար իմ կարծիքով կարծես շիրմա է, որի հետևում իրենք փորձում են, այսինքն կան ինչ-որ կոդավորված բառեր, հա, որոնց օգտագործման դեպքում դիմացին անմիջապես քեզ ընկալում է որպես հարազատ բարեկամ, բայց իրականում այն մարդը ինչ որ ասում է, ընդհանրապես ուղղակի կիլոմետրերով հեռու է իր արարքներից։ Այսինքն դու օրինակ նշում ես, որ հայրենասիրությունը կարող է լինել պետության ներսում գողի ձեռքը բռնելը։ Այո։ Կամ իշխանավորի հանցագործությունների վրա աչք չփակելը, կամ պետականության գաղափար ձևավորելն է, կամ նրանք ովքեր խանգարում են ձևավորելուն դրանց դեմ որոշակի քայլեր անելն է։ Եվ ընդհանրապես արդյոք մենք իրավասու ենք հայրենասիրության տեսանկյունից կամ կարող ենք մենք հայրենասիրություն որպես չափորոշիչ վերցնել մարդուն գնահատելու կամ որակելու հարցում։ Տեսեք, հայրենասիրությունը նույնպես ինքը մի քիչ սուբյեկտիվ հասկացողություն է, անձն է, կան որոշակի ընդհանրացումներ, որոշակի, հա, գծեր կարող ենք տանել, բայց մեծ հաշվով հայրենասիրությունը տվյալ անձի վերաբերմունքն է, հա, իր հայրենիքին, իր հողին։ Ես այսպես մի քիչ ուրիշ ձև պետք է ասեմ, հայրենասիրությունը, որ շատ խոսում են հայրենասիրության մասին, կենացներ են բարձրացնում, խմում են Արարատի կենացը, Եռագույնի կենացը, մեր պետության կենացը, շատ լավ է, բայց հայրենասիրությունը նախ զգացողություն է ինքը, հետո նոր անցնում է խոսքի, հետո նոր պարտադիր գործի, երբ որ այս գիծը, երբ որ այս գծի մեջ որևիցե մի էլեմենտը չի աշխատում, ես դա համարում եմ, որ դրա մեջ կեղծ կա, հա, եթե մենք զուտ խոսում ենք ու որևիցե քայլ չենք անում, եթե մենք չենք զգում, ինչպես կարող ենք ուղղակի խոսալ ու գործանել, այսինքն սրանք իրարից ածանցյալ հասկացողություն, ածանցյալ արտահայտման ձևեր են, հա, հայրենասիրության։ Իմ համար հայրենասիրություն է ու ազգային է, որքան որ Արցախի հարցը, որը որ մեր շատ ցավոտ հարցն է, որքան որ ցեղասպանության հարցը, նույնքան ազգային է մարդու իրավունքների հարցը մեր երկրում։ Ես կշերքի վրա որևիցե մեկին, որևիցե նժարի վրա ինչ որ չեմ ծանրացնում, որ այս նժարը ավելի կարևոր, այս նժարի այս կողմը ավելի կարևոր է։ Ինձ համար եթե հայը սեփական հողում ամուր չի իր հողի վրա կանգնած, հայը սեփական հողից դուրս է գալիս, փախ է ելնում, այլ երկիր է գնում, դրա մասին չխոսելը ու խոսել նույնասեռականներից, չգիտեմ ինչերից, իմ համար դա հայրենասիրություն չի։ Կամ ես եթե չասեմ կեղծ հայրենասերներ, գոնե ասեմ կեղծ արժեքներ դավանողներ։ Լավ, Դավիթ ջան, ես sense մի բան ասեմ, արդյոք նրանք ովքեր որ մեկնում, օրինակ շատերը կան, որոնք քննադատաբար են վերաբերվում բոլոր նրանց, ովքեր որ թողնում են Հայաստանը, անկախ նրանց մոտիվներից, անկախ պատճառաբանություններից համարում են, որ հայ մարդը մենք պետք է մնանք Հայաստանում եւ լինենք այստեղ։ Դա առաջինն է, ես կուզեի որ դու անդրադառնար այս հարցին։ Եվ երկրորդը շատ քննադատաբար են խոսում այն մարդկանց մասին, որոնք որ լինելով արդեն ոչ Հայաստանում, բայց շատ ամեն դեպքում նրանց խոսքերով շատ սրտացավ լինելով, ինչ պատճառներով լքել են Հայաստանը եւ փորձում են այնտեղից ինչ որ ենթադրենք նույն քննադատական խոսք հնչեցնել կամ եւ այլն, եւ այստեղից անմիջապես կա մի հատ այդպես կլիշե արտահայտություն, որ գնացել եք ձեզ համար տակ երկրներում, եկել եք մեզ կյանք եք սովորեցնում կամ փորձում եք, չգիտեմ, փոխել, այդքան լավ հայ եք, եկեք այստեղ եղեք կամ եւ այլ եւ այլն։ Խնդրում անդրադառնաս այս երկուսին, գնացողների եւ մնացողների այդ հարաբերությունների մասին խոսել։ Բոլորից չի կարելի պահանջել այդ քաղաքացիական կեցվածքը։ Կարելի է պահանջել, հա, ասել մնացեք այստեղ, բայց ամեն մեկը չի կարող այդ կեցվածքը ընդունի ու իր իրավունքները պաշտպանի սեփական հողում։
դա բոլորին ցանկացած երկրում չկա այդ բանը, որ բոլորն են այդ կեցվածք ունեն, հա։ Դա ինչ որ զանգվածին, ինչ որ հատվածին հատուկ բան է, որ իրանք ունեն որոշակի խիզախություն, չեն վախենում, հատկապես եթե հաշվի առնենք, թե մեր երկրում ինչ կարգի ճնշումներ եւ այլն խոսքի ազատությունը ճիշտ է ունենք, խոսում ենք, ես այսօր նստած եմ ձեզ մոտ խոսում եմ, բայց ոչ բոլորը կարող են գալ խոսալ, որովհետեւ վաղը ինչ որ մի հարցով նեղություն կկրեն։ Եվ այս պարագայում պահանջել բոլորից մի գնացեք կամ գնացողի հետևից խոսալ կամ ասել, որ ընդեղից մի խոսացեք, ես ճիշտ չեմ համարում։ Մենք պետքա փոխենք իրավիճակ, ամենակարևորային հարցը։ Ընդհանրապես ամբողջ ազգը չի որ զբաղվում է ինչ որ հարցով, ամեն մեկը ինչ որ բանով զբաղվում է։ Մի հատվածը այս հարցով է զբաղվում, մի հատվածը այն հարցով է զբաղվում։ Ու հիմա ես ինձ համարելով այն հատվածի մեջ, ովքեր որ գտնում են, որ փոփոխություններն անհետաձգելու են, անհրաժեշտ են այս պահին, մենք պետքա այդ փոփոխությունները բերենք, երբ որ այդ վիճակի հասնենք, այն ժամանակ կարող ենք ասել, թե ինչի համար եք նոր։ Ես ինքս քննադատաբար չեմ վերաբերում, որոշակիորեն կարելի է ինքը շատ թեթև կարող եմ անվանում տալ, որոշակի թուլության հարց է, բայց մեծ հաշվով ես որից է մեկին իրավունք չունեմ ասել, նա այստեղ պետք է ապրի թե մենք պետք է անենք այնպես, որ հայը հետ գա իր հողում ու իր հողում կարողանա քննադատել իմ համար հայրենասիրությունը նաև այն սխալների շուրջ խոսալն է, սխալները բարձրաձայնելն է։ Այդ մարդկանց հնարավորություն տանք, այդ մարդիկ չվախենան սեփական երկրում ասեն, որ իրենք աշխատում են, բայց իրենց կոպիտ ասած օգտագործում են, իրենք այն չեն, այդ մարդիկ վախի մտնոլորտ կան։ Ես որոշակիորեն իդեալիստ եմ, բայց նաև ունեմ ռացիոնալ զգացողությունը։ Մարդիկ այսօր նույնիսկ երթուղային տաքսում չեն կարող իրենց իրավունքը պաշտպանել, ենթադրեն, որ վարորդը պիտի չծխի, որովհետև վարորդն ունի իր փաստարկները, որովհետև ինքը 18 ժամ կարող է աշխատել, փոխկապակցված հարցեր են սրանք ամբողջությամբ, որում բայց այստեղ ինչն է օրինակ ինձ հետաքրքիր, որ մինչև իրավունքներն անցնել, ինձ թվում է, որ շատ լավ կլիներ, եթե մենք իդեալիստական տեսանկյունից նայենք, մարդիկ նախ սկսեն իրար հարգել ուղղակի։ Մի բան, որը ես հիմա հաղորդումը քանի որ նվիրված է Հայաստանի վարտերկիր, այսպես ասած, ես տարիներ շարունակ ապրել եմ դրսում եւ մի բան, որ ինձ զարմացրել է, նախ որ մենք ունենք շատ կարծրատիպեր վատ իմաստով իրենց մասին, իհարկե չեմ ասում որ ամեն ինչ լավ է այնտեղ, բայց միակ բանը, որ այսպես ուղղակի անմիջապես աչք է զարնել, դա իրենց փոխադարձ հարգանքն է, փոխադարձ դրական վերաբերմունքը մեկը մյուսին։ Ոչ թե կանխակալ արդեն դու կասկածամտորեն եւ դու փորձում ես, եթե ինչ-որ մեկը դուրը մի փոքր կամաց է փակում, ուժեղ է փակում երթուղայնում, ապա դա դիտվում է որպես որ ինքը մուննաթ է գալիս, ենթադրենք վարորդի վրա, վարորդը արդեն համապատասխանաբար ինքը հակառեակցիաներ ունի, որը անդրադառնում է բոլոր նստածների վրա եւ սա այս փոքրիկ մոդել եմ ուղղակի ասում, թե ինչքանով է այդ մեկը մյուսի հանդեպ մեկը այսպես մի բանից անմիջապես դատում են, անմիջապես սկսում են իր ասենց ուղղակի հարցակվել, հա, եւ չկա այն տարական հարգանք, որ մնաց թե իրավունքների պաշտպանությունը։ Դավիթ, մենք ինչ ենք, ինչպիսի հասարակություն ենք մենք այսօր ունենք, ինչպիսին ունենք 2012 թվական, 91 թվից անցել է բավական ժամանակ եւ ինչ ենք մենք դառնում։ Լավ, ասեմ, այս ամեն ինչը փոխկապակցված է։ Այս ամեն ինչ փոխկապակցված, կենցաղային ցանկացած հարցում դու կարող եք տարբեր օրինակներ բերել, այդ փոխադարձ այդ անհանդուրժողականությունը, այդտեղ չեմ ընդունում այդ անհանդուրժողականությունը, հա, այդտեղ պետքա զիջող լինենք, որտեվ հնարավոր է մեկը մի թեթև պրոբլեմա ունեցել, մեր մոտ բոլորը բոլոր խնդիրները մեր մոտ փոխկապակցված են, դրա համար դրան կա մի հատ լուծում, առողջ հասարակության ուժեղացումը մեր երկրում։ Մենք նշեցինք 91-ից, բայց ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության այդ նոր ծիլերը մենք տեսնում ենք այս վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ես ինստիտուցիոնալ ուղղակի բանով նշեցի։ Այո։ Դավիթ, ես 1000 ներողություն եմ խնդրում, մենք ցավոք պետք է հիմա ընդմիջենք եւ ունենք հիմա 4 րոպեանոց դադար։ Խնդրում եմ մնացեք մեզ հետ, մենք շարունակելու ենք այս շատ հետաքրքիր խոսակցությունը զրույցը Դավիթ Սանասարյանի հետ, մնացեք մեզ հետ։ Մենք նորից ձեզ հետ ենք սիրելի ռադիո լսողներ, եթերում ռադիո բրիֆինգն է 368204 զանգահարեք, այսօրվա մեր հյուրն է Դավիթ Սանասարյանը, քաղաքացիական ակտիվիստ եւ lurerket.com կայքի գլխավոր խմբագիր։ Եթե մենք ունենք հեռախոսազանգ, այո, մենք ունենք հեռախոսազանգ, խնդրում եմ ներկայացեք եւ տվեք ձեր հարցը կամ ձեր մեկնաբանությունները։ Անջատեք ձեր ռադիո ընդունիչը եւ մեզ լսեք հեռախոսով։ Այո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եք։ Այո, ասեք։ Իվանոն Սարոյա։ Այո։ Ես 75 տարեկան թոշակառու
ինվալիդ մարդ եմ։ Լսում եք։ Այո, լսեմ, եղեք Ես մի հակիրճ։ խնդրանք ունեմ։ Այո։ Ձեր բանը դուք ոնց սկսում եք մինչև վերջ ես տունն եմ, լսում եմ սա։ Ես ուղղակի խնդրում եմ այն մի հատ անունը ոնց էր մոռացա, այն աղջիկը որ արագ հաղորդում է։ Չգիտեմ որ մեկի հետ եք։ Չէ, գիտես եթե որ թերթերը կարդում ինչա տես հաղորդում է։ Լավ, հաղորդման հետ դուք ասեք, դուք քանի հոգի էլ զանգել են որ թող կամաս խոսա։ Ուղղակի մենք խնդրում ենք որ մի կամաս խոսա, որ չենք հասկանում։ Լավ, Իմ խնդրանքը դա է։ Շատ լավ, շնորհակալություն։ Եղավ 3684 զանգարեք ավելի թեմայի մեջ եղեք, խնդրեմ, մենք խնդրենք որ հաշվի առնեն ձեր խնդրանքը։ Դավիթ, եւ այսպես հանդուրժողականություն եւ մենք խոսում ենք նաեւ հայրենասիրության մասին։ Ես հիշում եմ որ երբ ադրբեջանական ֆիլմերի փառատոն էր փորձում Գեորգի Վանյանը կազմակերպել, շատ մեծ արձագանք ստացավ սա։ Օրինակ ինձ հետաքրքիր է, ես միշտ ասեմ որ ինչու չեք ուզում նայել ընդհանրապես ադրբեջանական ֆիլմեր։ Առավելևս եթե մենք իրենց համարում ենք մեր թշնամին, ապա մեկ բան ավելի իմանալ մեր թշնամը շատ ավելի կարևոր է։ Եթե նույն այդպես հայրենասիրական տեսանկյունից նայենք, շատ անհրաժեշտ է իմանալ թե քո թշնամին ինչ մշակույթ ունի, ինչ է անում, ինչպես է ինքը իրեն դրսևորում, ինչն է նման, ինչն է տարբեր։ Բայց եկեք տեսեք որ ուղղակի sense ամբողջ մի հատ դարձավ դա չգիտեմ ինչ որ այսպես հայոց պատերազմ եւ որից հետո ամեն օր մենք տեսնում ենք նաեւ որ մարդիկ շատ հանգիստ կարող են նույն ենթադրենք ադրբեջանական երաժշտություն լսել առանց խնդրի, իրենց կենցաղում ունենալ ադրբեջանական որոշակի կամ թուրքական որոշակի տարեր, ուղղակի այսպես հա որ մեզ մոտ մնացել է մեր պատմությունից, անտեսելով եւ Կոմիտասը եւ մեր ավանդույթները, անտեսելով այդ ինչ որ քրդական, թուրքական հասկանում ես, այդ տարերը ներմուծել են եւ մարդիկ դրա մեջ խնդիր չեն տեսնում։ Բայց խնդիր են տեսնում ենթադրենք ֆիլմերի ցուցադրման մեջ։ Վանյանը չի խնդիր, այստեղ խնդիրը մենք ինչպես ենք վերաբերում։ Սա հանդուրժողականության հետ կապ ունի, Դավիթ, թե չէ։ Այսպես ասեմ, նախ պետք է գիտեք ինչ, միշտ ես այդ զուգահեռներն եմ բերում։ Դուք եղեք մի հատ հակառակ պետության կողմից նայող։ Ասենք եթե մեկը խոսքի օրինակ, հա, ես կվերադառնամ Վանյանին։ Մեկը խոսքի օրինակ Թուրքիայում խոսում է ցեղասպանության մասին, ինքը կարծես դառնում է Հայաստանի համար ինքը հայրենասեր մարդ էր, բայց ինքը ամեն ինչ անում է որ լավ լինի, բայց հենց մեր մոտից մեկը նման բան է խոսում, սկսում են քարկոծել, sense վիրավորանքներ ընչեցնել։ Այդ կեղծ արժեքների, ես վստահ եմ, որ եթե մենք արժեքների հստակեցումը ցնենք, նման հարցերը չի քննարկվի ընդհանրապես, բայց անդրադառնամ հարցին, հա։ Տեսեք, Վանյանն էլ է փորձում որոշակի խնդիրներ ստեղծել, իր կողմից էլ կա, բայց այն որ պետք չի նման ձևով վերաբերվել նման ամբողջ աշխարհին ցույց տալիս տեսեք ինչքան հետա մնացինք մենք չի կարելի ընդհանրապես ցույց տանք ադրբեջանական ֆիլմեր ինչպես մենք ցույց տանք ադրբեջանական ֆիլմեր եթե մեկը կա Վանյանի այդ ֆիլմերը Վանյանի անունը ոչ ոք չէին իմանում եթե Վանյանը 5 հոգով գնար նստեր եւ նայեր ադրբեջանական ֆիլմ այնպես չի որ բոլորս առավոտից իրիկուն կամ ասենք sense երազում ենք երբ ենք նայելու ադրբեջանական ֆիլմ նման հասկացողություն չկա ստեղծում են այդ պատրանքներով բանով ստեղծում են ուռճացնում են խնդիրը որ ես կարծում եմ բավականին սխալ մոտեցում ամենակարևորն է որ հետեւականություն չկա երևի թե նաեւ այս ամեն ինչի մեջ ես վստահեցնում եմ վաղը չգիտեմ պարադա ֆիլմը մի սորը մեկ ուրիշը կնի Եվ ինչ, ասենք նպատակը ամեն օր ցույց տալ նման ֆիլմ, ու կտեսնեք ինչքան անտարբեր ենք լինելու։ Բայց դներ sense ուռճացնել, պատմություն սարքել, թե գիտեք ինչ, Ոման Վանյան նման ֆիլմ է ցույց տալիս, նա ազգադավ է։ Լավ, եւ այդ թշնամի գտնելը մեր մեջ արդեն դարձել է սովորություն։ Դա երևի դա պատմությունից գալիս է մեր մեջ նստած է, որ ամեն ինչի մեջ թշնամություն ենք ամեն ինչի մեջ գտնում։ Դա պետք է հաղթահարենք մենք ես։ Իհարկե, դա չի նշանակում խնդիրներ չկան, այսինքն դա չի նշանակում վտանգներ չկան, բայց ինչքանով ենք մենք իսկապես adekvat առաջնահերթ ուժեղը երբեք չի վախենա։ Ես միշտ ասում եմ, ուժեղը երբեք չի վախենա։ Լինենք ուժեղ եւ լսենք մեր հեռախոսազանգը։ Արա ինչ եղան սրանք, ալո։ Այո։ Պատասխանել չեք պատասխանում, ես զանգել եմ չեք պատասխանում։ Մենք հարց չենք լսել, դուք հիմա եթերում եք, լսում ենք ձեզ ներկայացեք։ Ալո։ Լսում ենք ձեզ ներկայացեք, անջատեք ձեր ռադիո ընդունիչը եւ մեզ լսեք միայն հեռախոսով։ Ես բարև ձեզ ուրեմն Ահա, ես անունս Վահան եմ, ես բարև ձեզ ուրեմն
Դուք անջատեք ռադիոընթունիչ, եթե ուզում եք մեծ ինչ-որ բան ասել, որովհետև մենք եւ դուք մեզ չեք լսելու։ Ես ողջունում եմ ձեր հաղորդումը ու միացում եմ տալու ձեզ։ Այդպես դուք ասում եք, որ հայրենասեր չեն, ովքեր որ գնում են Հայաստանից, հա։ Մենք նման բան չենք ասել, մենք փորձում ենք հասկանալ, թե ովքեր գնացողների հանդեպ վերաբերմունքը ինչպիսին է։ Հա, մի հատ դուք հարց տվեք, ինչի համար են գնում։ Դուք հարց տվեք, դուք կարող եք հարց տալ հանգիստ։ Ես հարց եմ տալիս, ինչի համար են մարդիկ գնում։ Որ այն օր ասեցիք, որ ես միշտ լսում եմ ձեր հաղորդումները։ Ինչի համար են մարդիկ գնում, դուք ասում եք, որ հայրենասեր չեն երևի։ Նման բան չենք ասել մենք, պետք չի աղավաղել մեր խոսքերը։ Մենք խոսում ենք մարդկանց վերաբերմունքի մասին, նրանք ովքեր որ գտնում են, որ հայրենասեր չեն գնացողները, ոչ թե մենք պնդում ենք, որ նրանք հայրենասեր չեն։ Մենք ընդհանրապես ուղղակի փորձում ենք հասկանալ խնդիրը, ոչ թե այս կամ այն կողմին մեղադրել կամ չգիտեմ, խրախուսել։ Մի մեղադրեք, ուղղակի այդ հարցն է պետք է Եղավ, ինչու են մեկնում, մենք կտանք այս հարցը մեր այսօրվա հյուրին Դավիթին, շնորհակալություն զանգի համար 368204 եղեք ակտիվ։ Դավիթ, չգիտեմ որքանով է այս հարցը այդքան կարևոր, այսինքն ոչ թե կարևորը շատ հարց է, ինչքանով է մեր թեմայի մեջ ինչու են մեկնում, միգուցե ինչու են մեկնում, որովհետև չեն հանդուրժում այս իրավիճակը, չեն կարողանում կամ իրենց չեն հանդուրժում միգուցե։ Տարբեր ընկալումներ կա։ Նախ շնորհակալություն մեր հյուրին հարցի համար։ Պարզապես մենք չենք ասել, որ ովքեր գնում են հայրենասեր չեն։ Ընդհակառակը մենք հստակեցրեցինք, որ նման բան չկա։ Նման մոտեցում գոնե մենք երկուսով չունենք, հա։ Ինչի են մարդիկ մեկնում։ Մեկնում են, որովհետև արդարությունը չեն գտնում մեր երկրում։ Ես իմ խոսքում նշեցի, որ մենք ունենք քաղաքացիներ, որոնք որ իրենց քայլերով անում են ամեն ինչ, որպեսզի ունենան այդ արդարությունը, հա, եւ ունենք քաղաքացիներ, որոնք որ իրենց էությամբ կամ իրենց տեսակով այնպեսին չեն, որպեսզի պայքարեն, պայքարող տեսակ չեն կամ պայքարող են հիասթափվել են, թողում են գնում են երկրից։ Խնդիրը երկրում կամ մի խնդիր, երկրում վերականգնել արդարությունը։ Սրանից հետո երբ որ վերականգնեցինք դրանից հետո ես վստահ եմ, որ ոչ միայն այս վերջին տարիներին գնացողներն են հետ գալու, այլև մեր սփյուռքի, մեր հարգելի հայրենակիցները վերադառնալու են եւ տեսեք գալիս են այստեղ, որ իրենց գալիս են որպեսզի ներդրումներ անեն Հայաստանում, սփյուռքի մեր ներկայացուցիչները գալիս են այստեղ որոշակի պաշտոնյաներ այդ մարդկանց հայերեն ասած, հա, այսպես ասած, շակերտոր գցում են, այդ մարդիկ թողում գնում են, ել չեն ուզում հիշեն Հայաստանի տեղը։ Այս կապը մենք պետքա վերականգնենք, որ այդ մարդիկ ոչ միայն գան այստեղ ներդրումներ անեն, գան այստեղ ունենան իրենց սերունդները եւ շարունակեն ապրել Հայաստանում։ Մենք ունենք արդարության պակաս, դրա համար հեռանում են մարդիկ Հայաստանից։ Մենք ունենք նաեւ հեռախոսազանգ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, անջատեք ռադիոընթունիչը եւ մեզ լսեք հեռախոսով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հակոբ։ Այո, Հակոբ, լսում եմ։ Ողջունում եմ ձեզ, հարգելի Գևորգ։ Մենք էլ ձեզ։ Ձեր հյուրին։ Ես հարգելի Գևորգ, ուրեմն նախ այդ մինչև հարցից անդրադառնալը ես երեկվա պահով գիտեք մի հատ ինչ մոռացա ասեի, այդ գերմանացի հյուրին երբ որ հրավիրել էիք։ Շատ կարևոր է ստիս հարցը բաց թողեցի, իհարկե ավելի հակիրճ ձևակերպեք։ Հակիրճը սենց է, ուրեմն ես մոռացա ասեի, որ մենք այդ Եվրոմիություն բանել, Եվրոպայի անդամ որ դարանք, մենք հաստատ դրա համար չդարանք։ Մենք եթե գլխան սենց իմանայինք, որ այդ հարցն է նույն այդ հոմոսեքսուալիզմի բան այդ թեմաներով հաստատ մենք չէինք մտնի։ Նախ մենք Եվրամիության անդամ չենք դեռ։ Չէ, Եվրոպա էլի ասենք, չենք ցկտի մենք մտնենք, իրանք չեն կանչե, մենք ենք գնացել։ Դա այդ երեկվա պահով իհարկե, իսկ այսօրվա պահով այդ ուրեմն գիտեք ոնց է, ես ձեր հյուրին ուզում եմ հարցնել, վարչապետի հետ ասած պահով այդ նույն Ռուսաստանի այդ ծրագրի հետ կապված ինչ է մտածում ընդհանրապես, ճիշտ է թե սխալ է ասել, ես իմ կարծիքն է թեթևակի ասեմ, այդ Կավալյովը շատ ճիշտ Ռուսաստանի դեսպանը շատ ճիշտ մոտեցում է դրսևորել, ինքը ասել է գնացեք նախ ուրեմն Ամերիկայի դեսպանության հարցրեք, Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի ինչքան մարդ է գնում, ցույցտեղություն եք տալիս, նոր վերջում կգայեք։ Ես ուզում եմ հասկանամ ձեր ասենք հյուրը ինչ է մտածում այդ հարցի շուրջ։ Լավ, Հակոբ, շնորհակալություն պատասխանի համար։ Շնորհակալություն եմ այդում Հակոբին հարց տալու համար։ Ես անդրադառնամ ինձ ուղված հարցին, հա։ Նախ առաջին ասեմ, որ Հայաստանը եվրոպական դեպի եվրոպական ընտանիք գնում է ոչ թե ինչ որ առանձին մի
արժեքի համար, այլ գնում է ընդհանրապես, այլ կոնկրետ, որովհետև դա մեր արժե համակարգի մի մասն է։ Մենք վերադառնում ենք, հա, ընտանիք կոպիտ ասած, եւ ցանկացած նման հարց, հա, նույնասեռականի լինի, դա չի կարող ուղենիշ լինի կամ պատճառ լինի մեկ կողմ գնալու կամ չգնալու։ Սա ես ուզում եմ եզրափակեմ սրանով։ Ինչ վերաբերվում է, ինչ է ասել վարչապետը, այդ հայրենակիցներ ծրագրի մասին։ Այո, ես համարում եմ, որ բավականին վտանգավոր ծրագիր է, երբ որ հայերին կազմակերպում է մեկ այլ պետության կողմից, կազմակերպվում է հայերի արտագաղթը, հա, ես շատ բավականին վտանգավոր ծրագիր է դա։ Այդ դեպքում գրին քարտի խաղարկությունը նույնը չի։ Այստեղ գիտեք ոնց, եթե այնտեղ կա որոշակի բան ու նրանք էլ ունեն իրենց վերաբերմունքը, քեզ տանը շատ քիչ մարդ է նրանով գնում նախ, այստեղ ոնց որ ընտանիքներով մարդիկ գնում են Հայաստանից եւ երկրորդ չեմ ընդունում իմ համար կապ չունի որ պետության կողմից է կազմակերպվում արտագաղթը, հա, բայց ես չեմ խոսա որևիցե դեսպանի չեմ մեկնաբանի կամ որևիցե պետության չեմ քննադատի ասեմ ինչ են անում։ Խնդիրը դրած է շատ հստակ մեր համար, որից է մի պետություն, որից է մի պետության քաղաքական գործիչ կամ պաշտոնյա չի ցավալու, մենք պետք է մեր համարձակենք։ Ինչ անենք, որ այդ հայրենակիցներ, հա, ինչպես է տարբեր ձև են ասում, սաատիեչիստվին ռուսերեն, հայրենակից են ասում, համաերկրացի, հա, այդ ծրագիրը ուղղակի այստեղ մնա չկայացած ծրագիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դուրս չնայենք, որ մեր բարեկեցությունը դրսում չգտնենք։ Մեր խնդիրը մեր երկրում ստեղծել արդարությունը, որից անցյալ բոլոր հարցերում մենք ունենանք լուծումներ։ Դավիթ, ես այնքան շատ ուրախ եմ, որ դու այդպես ես նայում հարցին, որովհետև դու նայում ես բժշկի նման, փորձում ես գտնել պատճառները, վերացնել պատճառները եւ ոչ թե խոսում ես սիմպտոմների կամ հետևանքների վերացման մասին։ Շատ կարեւոր է, ցավոք, մի բան, որ ես չեմ նկատում շատերի մոտ։ Շատերի համար հետևանքի հետ կռիվ տալը կամ դրսևորումների հետ կռիվ տալը շատ ավելի կարեւոր, ավելի հայրենասիրական ինքը երևույթ է, քան հասկանալ թե ինչու է դա այդպես։ Ինչու են մարդիկ գնում, ոչ թե կռիվ տալ, թե մարդիկ գնացել են եւ իրենք լավը չեն, իրենք հայրենասեր չեն եւ այլն, այլ հասկանալ այդ մարդ, այսինքն նորից էլի գայս է նայած, որ մենք յուրաքանչյուր մարդուն չենք դիտում որպես կարևոր միավոր։ Մենք դատում ենք, որովհետև ինքը կարևոր չի մեզ համար։ Մենք եթե ընդունենք որպես միավոր, իր քայլը չենք այդպես որակի, չենք պիտակավորի անմիջապես, որովհետև մենք ունենք իսկապես այդ հարգանքի, այդ ռեսուրսի բացակայությունը, եթե կարելի է այսպես ասել։ Դու նայում ես արմատին, շատ լավ է, այսինքն հասնել սոցիալական արդարության։ Հայրենակիցներ այդ կամ այդ հայրենակիցներ ծրագիրը տանեն, մեկ այլ ուրիշ անունով ծրագիր բերեն, էլի մարդիկ գնալու են։ Խնդիրը ստեղ հենց կոնկրետ Ռուսաստանի հետ չի, ես չեմ ուզում ինչ-որ աշխարհաքաղաքական կոնկրետ հարց բարձրացնել։ Այո, խնդիրը ստեղ չի։ Ու խնդիրը ինչ կազմակերպությունն է։ Այստեղ գրին քարտով են տանում, հա, այդ Ամերիկայի այդ օրենքներով նախատեսված գրին քարտով են տանում, թե իմ համար խնդիրը ստեղ կոնկրետ հենց պատճառն է, ոչ թե հետևանքը, այլ պատճառը։ Ինչի համար է առաջացել։ Օրինակ, երբ որ գան ինձ առաջարկեն, ես ինձ վիրավորված կզգամ։ Իհարկե, ու մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր հայ վիրավորված զգա, որ իրեն առաջարկում են կամ լավություն են ուզում անեն, որ տանեն այլ երկիր։ Իմ ընկերներից մեկը Ամերիկայից ինձ ասեց, բանը գրին քարտ գցեմ քո համար, չեմ ուզում, շնորհակալ եմ։ Դավիթ, փաստորեն հենց այդ է, երբ որ մենք կարողանանք վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը, յուրաքանչյուր քաղաքացի ինքը զգա իրեն կարևորված, այս պետության տեր, ոչ թե կարևոր, այլ իրեն տեր զգա, ավելի կոնկրետ։ Եվ մենք կարողանանք թոթափվել այդ սովետական խորհրդային մոտեցումից, որ պաշտոնյան ոչ թե այսինքն ոչ թե մենք ենք իրան ծառայում, այլ ինքն է կանչված, կոչված մեզ ծառայելու։ Դրա համար երբ որ օրինակ Եվրոպայում կամ Ամերիկայում ինչ որ մեկին դու ասում ես, որ զբաղվում ես քաղաքականությամբ, ինքը ապշած քեզ են, հա, որտեվ ասում քաղաքականությամբ զբաղվում են հիվանդ մարդիկ, ովքեր որ չեն կարող ենթադրենք բիզնես անել, ովքեր որ իրավաբան չեն կարող դառնալ, բժիշկ չեն կարող, ինժեներ չեն կարող դառնալ, այսինքն ինչն է դա պակաս, որ քաղաքականության մեջ եք։ Այսինքն ուզում իսկ մեզ մոտ հակառակն է, քաղաքականությամբ զբաղվելը, պաշտոն ունենալը ավելի շատ ենթադրում է եւ լծակներ, եւ հնարավորություններ եւ այլն եւ մենք դուրս տեսնում ենք որ այդ մարդկանց ուղակի ռեսուրսը օգտագործում են սեփական շահերի համար եւ պետությունն է դրա համար մարդիկ լինելով ամբողջ աշխարհին մենք ցույց ենք տվել եթե ես չեմ սխալվում եթե սխալվում եմ ինձ կողեն
հեռուստադիտողները, կներեք ռադիոլսողները եւ կզանգահարենք 90-ականների սկզբին Հայաստանը գիտության ոլորտում առաջինն ես կասեմ հարաբերական եթե նայում ենք բնակչություն կան խորհրդային միության տարածքում ոչ ամբողջ աշխարհում ես ասում ես ցուցանիշ եմ նայել լավ չվիճենք այդ հարցում Եվ այսինքն մենք ունենք պոտենցիալ, շատ կարևոր պոտենցիալ, որ գիտությունը դա մտավոր աշխատանքի արդյունքում այս պոտենցիալը մենք չենք օգտագործում։ Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից կամ Չինաստանից գալիս են մեր այդ ուղեղներին, տանում են դուրս եւ նրանք այնտեղ ստանում են ավելի բարձր բայց զարգանում է ուրիշ երկրի տնտեսությունը։ Այ խնդիրն է։ Գիտությունն ու տնտեսությունը դրա համար երբ որ վարչապետին նախագահը նկատողություն է անում կամ դիտողություն է անում այդ գումարների վատնումների մեջ, որ մի բան, որը արդեն 20 քանի տարի է բոլորիս համար ակնհայտ է եւ զարմանալի է, որ այսօր են իրենք փորձում այս խնդրին անդրադառնալ։ Եվ զարմանալի է, որ քաղաքացիների մի հատված կա, որ հավատում է այդ բեմադրությանը։ Ես ունենք հեռախոսազանգ։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն Երևանից Դավիթ է։ Այո։ Ես ուշ-ուշով միշտ լսում եմ ձեր այդ ուրեմն հաղորդումը շատ գեղեցիկ է, շատ հաճելի է։ Օրինակ դուք հարց եք տալիս, թե ինչի համար են գնում, չէ՞ մարդիկ։ Այո։ Հայնասիրության մասին։ Հակոբ էր հարցում։ Կամ այդ հայնագիծների ծրագիրը, որ այսօր գործում է, այսինքն գործում է մի 4-5 տարի։ Իսկ միջև այդ 1 միլիոն մարդ է հանրապետությունից գնացել։ Այն ժամանակ այդ ծրագրերը չկային, կամ այդ կապույտ քարտը, դերին քարտը, ինչ են ասում, կանաչ գրին քարտը։ Այո։ Ինչ են մարդիկ գնում։ Գնում են միայն մի բանի համար, ամենակարևորը, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է։ Դա բոլորս էլ լավ հասկանում ենք։ Երեխան հաց է ուզում ուտել։ Եթե նրա սեղանին հաց չկա, երեխան լացում է, ասում է հաց տվեք։ Դրա համար էլ մարդիկ հեռանում։ Մեզ հիմա լուծումներ են պետք, իրականում։ Լուծումները գիտեք ինչ։ Իսկ միգուցե դուք օգնեք մեզ։ Կաշառակերությունը, օլիգարխիան, որը ստեղծել է քրեական աշխարհի հետ, դա պետք է վերացնել։ Երբ որ օլիգարխներողություն ասեմ ձեզ, չկտրեք, գնում է իր 10 ջիբերով, 10-նյակ էթիկնապաներով, եւ մարդիկ փոխում կանգնած վախվորած նայում են, թե սրանք ովքեր են, պրեզիդենտն է գնում, ով է գնում։ Այս երկու իմաստունի է ապրել։ Ես երկու ինստիտուտ եմ ավարտել, այսօր ես սոված եմ ապրում, աշխատանք եմ։ Ես 30,000 դրամով կարող եմ ապրել այս երկրում։ 30,000 դրամին ընդամեն օրական մի կտոր հաց չի լինում սեղանին։ Ինչի մասին է խոսք, ամեն անգամ նույն բան եք ասում։ Ամեն անգամ ինչ են գնում։ Մարդիկ հայրենասեր մարդը, բոլորս էլ հայրենասեր ենք։ Բոլորս էլ ուզում ենք մեր Երևանում, մեր հայրենիքում, մեր գյուղում, մեր լեռներում, մեր լճերում ամենաթանկ բանը հայրենասիրությունն ենք, բոլորս էլ։ Մենք հենց ձեր կարծիքն էլ փորձում ենք արտահայտել, մենք ոչ թե Ես անկեղծ եմ ձեզ ասում, ես շատ լավ եմ լսում ձեր ռադիոկայանը։ Այնքան շատ լավ եմ լսում, այնքան հաճելի եք դուք խոսում, այնքան ես սիրում եմ ուղղակի այդ ռադիոկայանը, ես մի քիչ տեսողական բան ունեմ, ռադիո եմ միայն լսում։ Բայց բոլոր դեպքերում պետք է հարցերին ճիշտ մոտիկանալ։ Մեր վարչապետը ֆալշովկա է ամբողջովին, նա խոսում է, գիտեք ինչ, միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայրենակիցներ բանը պետք է փակենք։ Ուզում ես 10 հատ հայրենակիցներ բաց, 50 հատ փակիր, բացիր։ Միևնույն է, եթե գնացողը միտքին եղավ, նա գնալու է։ Մեր հյուրը հենց դա Դավիթ հենց դա էլ ասում է։ Գնա, սահմանը թռնիկ գնա։ Գնա պրսնի։ Շատ լավ, շնորհակալություն եկել։ Հետո մի բան լասեմ ներողություն։ Այդ ընկեր Հակոբին ես չեմ ճանաչում, որ հարցերը տալիս է մի քիչ լավ կնիկ կոնկրետ եւ ճիշտ հարցեր։ Օրինակ ես այդ մարդուն ասում, ես հարկում եմ, մեր ռադիոընկերներից այնպեսի բաներ է խոսում, որ մի տեսակ շրջապատի համար հարիշ չէ, էլի, կներեք։ Լավ, Դավիթ, ինչ կարող ես ասել, ինչպես կարող ես արձագանքել, թե մենք այս թեմայի մասին ենք հենց խոսել ենք արդեն, ես չեմ ուզում կրկնվեմ, մեր հարգելի ռադիոլսողը ճիշտ մոտեցումներ ուներ ընդհանրապես եւ պետք ավելի շատ խոսքից անցնենք գործի, հա, ոչ թե դա պետքա լինի քաղաքական լոզունգներ, այս կամ այն կուսակցության համար, այլ յուրաքանչյուր քաղաքացի, գիտեք, Ամերիկայի պրեզիդենտներից Քենեդին մի հետաքրքիր ու պատմական խոսք ուներ, ասում էր՝ մի հարցրա թե պետությունը ինչ է անում քո համար, այլ հարցրա թե դու ինչ ես անում պետության համար։ Ես սրանով եմ առաջնորդում ընդհանրապես, ես
ես պահանջում եմ պետությունից, բայց նախ եւ ես քայլ եմ անում, որ պահանջում եմ, ուղղակի չեմ ձեռքերս ցալում նստեմ ու ասեմ, այ վատնա այս պետությունը։ Պետությունը վատը չի, իշխանավորը կարող է լավ չծառայի, բայց իշխանավորը մեղավոր չի, որ մենք պահանջատեր չենք մեր իշխանավորից։ Իսկ սա երկկողմանի երթևեկություն է։ Այո, բայց ավելի շատ ես որպես քաղաքացի ես եմ նշում, որ յուրաքանչյուրը չի, որ կարող է քաղաքացիական շատ բարձր ակտիվություն ունենալ եւ ենթադրենք յուրաքանչյուրի մասին լսողը որ զանգարում է, ենթադրենք մարդը արդեն տարիքն առած է, ինքը մենակ է կամ չգիտեմ չունի օգնողներ, ստանում է չնչին թոշակ, իր տարիքը կամ իր դրությունը այլևս թույլ չեն տալիս, որպեսզի ինքը ակտիվ պահանջատիրության մեջ մտնի եւ փորձի պետությունից ինքը պետությունը արդեն պիտի իրեն առանց անկախ նրանից թե ինքը ինչ քաղաքական հայացքներ ունի նշեց որ երկու բուհ է ավարտել, հա, իսկ սա է մեր ցավը, իսկ ես կարծում եմ իր տարիքի մարդը, եթե ինքը երկու բուհ ավարտել է, այդ ընթացքում ինքը պետության համար ինչ բնականաբար մարդը աշխատել է, վստահ ենք որ ունի մեծ ստաժ կամ միայն ինքը չէ, տարբեր մարդիկ։ Այդ տարիքում պետքա վայելեն, ոնց որ մենք միասին տեսնում ենք թե Եվրոպաներում, Ամերիկաներում թե ինչպես են մարդիկ։ Այսինքն մենք մեր ձայնը, եթե այսպես ժողովրդավարության տեսանկյունից նայենք, տալիս ենք այս կամ այն իշխանավորի, որպես ինքը մեզ ներկայացնի, եւ պարտադիր չի որ մենք այնուհետեւ ընկնենք իր հետևից եւ հասկանանք թե ինքը ինչ է անում, ինքը պետք է ունենա այդ պատասխանատվությունը, այդ քաղաքացիական գիտակցությունը, որպեսզի ինքը պատասխանատու լինի իր քայլերի համար եւ կարողանա նաեւ հաշվետու լինել։ Պարտադիր չի, այո, այսինքն ինքը պիտի մեխանիզմ ունենանք մենք։ Քանի դեռ մենք չենք այդ մեխանիզմը շատ հստակ չենք մշակել մեր երկրում, հա, քանի դեռ չենք գործարկել մեր երկրում, նման խնդիրներ լինելու են միշտ։ Վստահաբար։ Մենք ունենք հեռախոսազանգ, լսում ենք ձեզ։ Եղեք հակիրճ, այո։ Այո։ Բարև ձեզ։ Ողջունում ձեր հյուրին, Արմինեն է ձեզ խոսում։ Ողջունում ենք ձեզ։ Ուրեմն այդ նախորդ հարցի հետ կապված ավելի շուտ հեռախոսազանգ է, որ դուք համել արձագանքեցիք, որ ասեցիք ինչ կարևոր է, թե ով է այդ ծրագիրը դնում շրջանառության մեջ, այդ հայրենակիցներ, հա? Կարևորը որ մարդիկ չգնան, չլքեն հայրենիքը։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Բայց տվյալ պարագայում ես համաձայն չեմ ձեզ հետ։ Երբ որ Ռուսաստանն է դա անում, դա ոնց որ կներեք այս բարի համ ոնց որ բեսցերեմոնն է, էլի, ինքը շատ լավ իմանալով մեր հիմա թույլ կողմը մարդկանց գայթակղում են։ Իսկ ինչ վերաբերում է որ ասում են Ամերիկային գնում, բոլորն էլ լավ օրից չեն գնում, սխալ են անում, թե չէ, ես չեմ դա որոշողը, բայց իրանք չեն գայթակղում մարդկանց, ոնց որ Ռուսաստանի այդ ծրագիրն է անում, էլի։ Եվ երկրորդը, ամեն մարդ իր համար է պատասխանատու։ Այդ Ռուսաստանի ներկայացուցիչը որ մեջ բերեց, ասում է, այսքան գնում են Ամերիկա, այստեղ այնտեղ դուք իջի դա չեք ասում, դա իրան բոլորովին չի վերաբերվում։ Թող ամեն պետություն իր համար Եվ հենց մեր ասածը դա է Տիկին Արմինե, որ մեր խնդիրն է, որպեսզի եւ մենք մեր պետության քաղաքացիների համար պատասխանատու լինենք, թե ովքեր ինչ են անում, դա իրենց խնդիրն է։ Ի վերջո թշնամին էլ կարող է հարձակվել, մենք չենք սпасելու, մենք չենք անընդհատ մեր խնդիրը ինչի թե թշնամին ինչ է անում, թե այլ մենք ինչպես ենք ամեն ինչին արձագանքում եւ մենք ինչպես ենք, ինչպեսի պետություն ունենք։ Եթե մենք թույլ ենք, բնականաբար թշնամին կարող է հարձակվել մեզ վրա եւ հաղթել, բայց մենք չենք դատապարտելու դրա համար թշնամուն, այ ամբողջ ին վրա նա կոնկրետ ին վրա շատ վատ է ազդել, որ կարող է 5 միլիոն գնալ Ամերիկային վրա այդքան չազդել, բայց այս ռուսական ծրագիրը շատ սա ինչ ասեմ էլի։ Մենք ընդհանրացնում ենք, ուղղակի ուզում ենք ասել, որ խնդիրը երկիրը չի թե որտեղ է վերջնական հանգրվան այդ մարդկանց, ով ինչ հնարքներ է օգտագործում, որ պահին է, այո, շո ճիշտ եք ասում, բնականաբար։ Այս պարագայում ես Ռուսաստանին եմ շատ մեղադրում այս հարցում, քանց թե մեր հայրենակիցներին, որոնք գնում են Ռուսաստան։ Էլի մասը Ճապոնիա գնային ինձ համար սովորական է, բայց Ռուսաստանն այդ ծրագիրը մտցնում է, դու ասում ես, բա Ամերիկային ինչի չեք ասում։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Արմինե, բայց թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել։ Այստեղ խնդիրը ուրիշի վրա միշտ կարող ենք խնդիրը գցել, հա, գցել որ Ռուսաստանն է մեղավոր, Ամերիկան է մեղավոր, այնտեղ շատերը մասոններն են մեղավոր, էս են մեղավոր։ Խնդիրը դա չի, խնդիրը մենք որքանով ենք մեղավոր եւ որ ինչ ենք անում այդ վիճակից դուրս գալու համար։ Ամբողջ խնդիրը դրանում է կայանում։ Ռուսաստանին միգուցե ես չեմ ուզում Ռուսաստանի փոխարեն պատասխանեմ կամ ասեմ, միգուցե Ռուսաստանին ձեռք է տալիս որ Հայաստան թույլ Հայաստան լինի, որ ընդմիշտ իշխի, հա։
Միգուցե ձերքը տալիս, բայց մենք ինչ ենք անում, որպեսզի Ռուսաստանի դեսպանը չկարողանա գա եւ նման հայտարարություն անի, չկարողանա գա մատ թափ տա։ Այ խնդիրը ես ստեղ եմ տենում, ոչ թե Ռուսաստանի դեսպանը նշանակում է իրան ուժեղ է զգում այստեղ, ինքը իրան մեր երկրում տեր է զգում եւ ասում է, այ դուք sense որ խոսեցիք, այ բայց պետություններից խիչ եք խոսում։ Այդ չի կարելի։ Մատ թափ տալով։ Դավիթ, ցավոք մեր եթերաժամանակը ինչպես միշտ շատ արագ ավարտվում է։ Մենք շուտով պետք է խոսքը փոխանցենք մեր գործընկերոջը եւ Դավիթ, ես շնորհակալություն եմ ուզում քեզ հայտնել այս հետաքրքիր զրույցի համար։ Մենք խոսեցինք այսօր հանդուրժողականության եւ նաեւ մի փոքր անդրադարձանք հայրենասիրությանը, ցավոք այդքան չկարողացանք խոսել հայրենասիրության մասին, բայց կարծում եմ, որ այս թեման այն թեման է, որ կարելի է եւս online-ել եւ խոսել, որովհետեւ շատ կարեւոր եմ համարում։ Շնորհակալություն Գևորգ, ես կարծում եմ, որ նման առիթներ պետք է շատ ընձեռնել եւ խոսացնել մարդկանց, պետք է խոսեն այս խնդրի մասին, պետք է շատ խոսան։ Շատ լավ, դուք ռադիո բրիֆինգի եթերում եք եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, կհանդիպենք վաղը։